պատերազմում հաղթած նախագահը հաղթել է նաև անցնող 8 տարիներին, չի ընկրկել բանտարկությունից, չի վախեցել եկել է հայրենիք պատասխան տալու, ձերբակալվել է, կալանքի տակ է մնացել, ազատ արձակվել, իր ոտքով նորից բանտ է գնացել, Լևոնն էլ է նստել, Սեթրակը այս փորձությունն էլ կանցնի, Տիկին Բելան ընտանիքը այս փորձությունն էլ կանցնեն։ Երեք Ռոբերտ Քոչարյանի դեմ արշավում ձերբակալվում է մի ամբողջ ընտանիք, հայր, մայր, երկու քույրեր, քույրերից մեկին, որը 3 անչափահաս երեխայով միայնակ մայրը, դատարանը առանց աչքը թերթելու, ես դատավորին պատկերացնում, մեկ էլ հիշում օրը Նիկոլ Փաշինյանը գոռում էր, ու միանգամից որոշումը կայացնում է, կալանք, 74 տարեկան տատին էլ են կալանք տալիս, իսկ աղջկան գիտեք ինչ են կալանք տվել, իբր 98 թվականին 18 տարեկան աղջիկ երեխեն այդ օրվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին օժանդակել է ինչ-որ հանցագործություն կատարելու մեջ, բայց դատավորը խելագարությամբ միջնորդություն էլ կհաստատի, որտեղ ինքը հիշում է, որ այս ամբողջ Նիկոլ Փաշինյանը գոռում էր լրիվ վրա։ Մյուս քրոջն էլ անչափահաս երեխեքի մոր կալանք տվել, հորը տվել են տնային կալանք, որ նույնիսկ իր թոռներին չի կարող այցելի։ Այսպիսի բան մեր երկրում, ոչ թե Հայաստանի անկախ հանրապետությունում, խորհրդային Հայաստանում չի եղել։ Չգրված օրենքար ընտանիք 2 անդամի չեն բռնում։ Տիկին Բաթոյան խոսում եք կանանց իրավունքների մասին, մի հատ ՀԿ-ի բարձրաձայնում տեսել եք ցավի սիրտ եմ ասում, որտեղ գլխատվել է 8 տարին հասարակական սեկտորը, խոսացող չկա։ Ինչ կանանց իրավունքներ, ինչ բռնություն, լավ էլ սրանից եկող խելագարության սահման չկա մեր երկրում։